Շատ հարցեր ունենք։ Քո թեման Ծառուկյանի կանանքի միշտորդությունն է, պարոն Կարապետյան։ ԲՀԿ առաջնորդին կալանավորելու միշտորդություն է ներկայացվել դատարան։ Ձեր կարծիք է ընդհանուր պրոցեսների ընդդիմության լիդերների նկատմամբ քրեական հետապնդումների եւ կարծես թե Փաշինյանի խոսքերը կատարվում են, պարոն Կարապետյան։ Ապօրինությունները շարունակվում են։ Արդյոք դատարանի որոշումը այսպես հեղինակությունը, այն ամենը ինչ կատարվում է Ծառուկյանի հետ օրինակ այս օրերին։ Մեր երկրում վերջին տարիներին բացարձակ ներդրումներ չեն եղել, դրա համար դրա վտանգը իրենք չեն տեսնում։ Ես շատ մեծ վտանգ եմ տեսնում։ Իրենց բոլոր քայլերը կանգնեցնում են թե ներքին ներդրողներին, թե արտաքին ներդրողներին, այդ Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր։ Այն մարդու չուճելներն էլ գողացան, հիմա ինչ կա։ Արուսներին է քնացրին։ Արուսներին էլ քնացրին տեղափոխեցին։ Արուսներին ոչինչ, հետները կտանեն ազգային ժողով, կզարթնացնեն կտանեն ազգային ժողով։ Չուճելները չհասկացախի տար։ Սահմանադրական դատարանի որոշումը ինչպես կգնահատեք, հնարավոր է, որ փողոցային պայքար սկսվի։ Մենք ասել եմ, փողոցային պայքար անպայման լինելու է մեկ անգամ։ Եվ վերջնական։ Պարոն Կարապետյան, վերջին դատականներին կրկին այդ հայրից հայտարարեցիք, որ եթե Սահմանադրական դատարանում պարոն Վարդևանյանը այսպես ասած ձեր խոսքերն են մեջբերում, գաստա դուք վարչապետ գդառնակին չխանգարես պարոն Վարդևանյանին։ Վարդևանյանը իմ սպասելիքներից էլ շատ գազ տվեց, բայց այնտեղ զապարոժեց էր կանգնած։ Ոչ մի գազ չվերցրեց։ Դուք հունիսի 18-ին ձեր որ ընդդիմությունը միասնական մարմին ձևավորելու մտադրություն ունի, երբ այդ մարմնի գործունեությունը կմեկնարկվի։ Բայց դուք տեսաք արդեն հիմնական ուժերով մենք հայտարարությունը արեցինք։ Դրանից հետո հեսա կլինեն այլ ուժերի արձագանքներ, արդեն ունենք արձագանքներ, երբ կհամարենք արդեն հարմար, դա կձևավորվի։ Հանդիպում ունեցել եք ձեր այն անդամների հետ, ովքեր ազգային ժողովում պետք է աշխատեն եւ ինչը Այո, հանդիպում ունեցել եմ։ Հունիսի 18-ին ձեր վերջին հարցազրույցի ժամանակ ասել եք հայտարարել եք այս համախմբված ընդդիմության մասին ու կոնկրետ, որ պետք է համակարգող խորհուրդ ստեղծեք, ուղիղ եթերներով ժողովրդի հետ այսպես կապի մեջ դուրս գաք եւ այլն, բայց այս քայլերից կարծես թե դեռ ոչ ոք չի իրականացվել։ Ուզում եմ հասկանալ, ինչա նախատեսում անել, ինչու ունեցիք ԱԺ-ն։ Այդպես չի, մենք քայլ-քայլ հիմա արեցինք 5 ամենանդիմադիր ուժերով հայտարարությունը, դրանից հետո հաջորդ քայլերը կլինեն։ Ես ձեզ ասել եմ, մենք հերթով քայլ-քայլ գնալու ենք առաջ, դրա համար էլ ընտրեցինք ազգային ժողովը։ Ընտրեցիք ԱԺ-ն, կներեք, խնդրում ավելի պարզաբանել ու ինձ հետաքրքրում է նաև արդյոք մանդատներ վերցնելով դուք իշխանության լեգիտիմությունը չեք ճանաչում։ Բացարձակ։ Կամ ընտրության արդյունքները չեք ճանաչում։ Իշխանությունն էլ չուզեց իր լեգիտիմությունը ճանաչել։ Ես արել էի կոնկրետ առաջարկություն։ Գնանք, օգնենք ձեզ, եթե իրոք հաղթել եք կամ հաղթում եք, գնանք, ընտրվեք ճիշտ ձևով, օրինական ձևով, մենք էլ ձեր լեգիտիմությունը կճանաչենք։ Իրենք այլ ճանապարհ ընտրեցին։ Այդ դեպքում եթե Կարապետյան, դուք մինչև մանդատներ վերցնելու որոշումը ձեր ընտրողների հետ շփումներ են ունեցել ձեր թիմակիցները, որքանով ազդակը ընտրողներից եղավ, հա, վերցնել մանդատները։ Ազդակը իհարկե ընտրողներից նույնպես եղավ, բայց գլխավորը դա այն հաշվարկներն էր, որը ցույց տվեց ամենակարճ ճանապարհը Փաշինյանին հեռացնելու համար։ Կարապետյան, հիմա մանդատները վերցնելուց հետո նաև քննադատություններն են շատ, որ վերցրեցիք, համաձայնեցիք մանդատները վերցնել։ Դա ուղղորդված քննադատություններ են, մենք դրան բացարձակ նշանակություն չենք տալիս, քանի որ հենց առաջի օրից Փաշինյանը, նրան աջակցողները սկսեցին այդ թեման շրջանառության մեջ դնել, իրենց թվում էր մենք իրենց պրովոկացիաներին կուլ կգնանք,
բայց իրեն չհաջողվեց իրեն Կարապետյան դուք դրական շրջանում ակտիվ հանդիպում եք Կարապետյան, ֆերմերների գյուղացիների հետ եւ նրանց խնդիրները հենց Նիկոլ, այսպես մարմնում եք, Այս փուլում էլ շարունակել են իրենց հետ ակտիվ հանդիպումները եւ իրենց խնդիրները վերհանել հենց ազգային ժողովում ու լուծումներ գտնել։ Ոչ միայն ազգային ժողովում, դուք գիտեք, հիմա մեր ֆերմերները, գյուղացիները, բիզնեսմենները շատ մեծ խնդիրներ ունեն։ Մենք ամեն օր ենք դա թմկարելու, առավել եւս ազգային ժողովում ու ամեն ինչ անելու ենք, որ մեր մոտեցումներով ինչ որ լուծումներ ունենանք։ Իքում գյուղացիները ճանապարհը փակել էին, կարկուտից վնասված փոխհատուցում էին պահանջում նաեւ այս շրջանում։ Ճիշտն ասած, ես ուշադիր չեմ եղել, չգիտեմ ինչ Պարոն ասել։ Կարապետյան, դուք ասում եք մի անգամ է լինելու հա իշխանափոխությունը եւ վերջնական խնդրում կոնկրետ ասեք երբ է նախատեսում, երբ է պլանավորում, դա լինելու է փողոցային պայքար, հանրավակ, ինչ է լինելու, մի քիչ ավելի մանրամասն ներկայացնեք դիտողներին։ Դրա համար մի քանի տրիգերներ են պետք։ Մենք ուշադիր ենք լինելու այդ տրիգերների արկայության դեպքում կլինի թե փողոցային պայքար, թե ազգային ժողովում պայքար, ամեն ինչ միասին պետք է լինի։ Պարոն Քոչարյանը հայտարարում եք, եւ դուք եւ պարոն Քոչարյանը հայտարարում են, որ փողոցային, այսինքն միջև այսպես մանդատները վերցնելը, ասում եք, որ պետք է փողոց դուրս գաք եւ այլն, բայց այսպես ստացվեց, որ մանդատները վերցրիք։ Սրանից կարող ենք ենթադրել, որ մանդատները վերցնելով մենք, այսինքն դուք ի սկզբանե գիտակցում եք, որ չունենք այդքան ռեսուրս, որպեսզի հարցը ձեր վերջնանպատակին հասնեք փողոցում, այդ պատճառով դուք մանդատներ վերցրիք։ Նայեք, քանի որ մենք գնում ենք օրինական ճանապարհով իշխանափոխության, հիմա դուք կարող եք չկասկածել ձեր մտածած ձևով ամեն ինչ կարելի անել, բայց դրանով ցնցումների կբերենք երկիրը։ Դրա համար գնում ենք օրինական ճանապարհով իշխանափոխության, կգա օրը մենք բոլորս հիացմունքով ականատես կլինենք։ Այդ ճանապարհով գնում եք, Փաշինյանը կարծես իրավական հա գործիքակազմն է կիրառվում, մտավախություն չունեք, ընդդիմության լիդերներին կալանավորում է, անդամներին կալանավորում է եւ բնում խեղդի էլի է պայքարը։ Ոչ մի բան ինքը բնում չի կարող խեղդել, որովհետև դուք տեսաք, որ ընդամենը Փաշինյանը հավաքեց բոլոր կեղծարարություններով, բոլոր ռեպրեսիաներով, բռնություններով չկարողացավ հավաքել այն տոկոսը, որը իրեն կդարձնի լեգիտիմ իշխանություն։ Ինչով է ոչ լեգիտիմ ներողություն 720,000-ից ավել ձայն է ստացել, ինչով է ոչ լեգիտիմ։ Դե եթե դուք համարում եք լեգիտիմ, եթե Պարոն Կարապետյան, կներեք, այսպես թեքվեք։ կուսակցությունները փոս փչեցին, որ ինքը դառնա վարչապետ, ուրեմն դա լեգիտիմ։ Ազգային ժողովում ո՞րն է լինելու ձեր առաջին օրենսդրական նախաձեռնությունը, պարոն Կարապետյան։ Չգիտենք ինչ կան անդրել։ Որը կգա կտեսնենք ինչ կան։ Ո՞րն է լինելու ձեր առաջին Հրապարակել են նախաձեռնությունը։ Փաշինյանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինչ որ բան հայտարարել է, հետո Ո՞րն է լինելու ձեր առաջին նախաձեռնությունը ազգային ժողովում, պարոն Կարապետյան, քաղաքական։ մենք այդ կանոններով չենք ուզում, մենք ուզում ենք բացարձակ հաղթանակ։ Պարոն Կարապետյան, եւ Գյումրիի հետ կապված, եթե ժամանակավոր պաշտպանապետարը մանդատը վերցի, արդյոք կոլապ չի լինի Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր արտահերտ ընտրությունների մասին Գյումրիում։ Դուք մի քիչ շատ եք շտապում, կգա օրը, դուք ամեն ինչ կտեսնեք։ Թիմակիցների նկատմամբ հայտարարում եք, որ ազգային ժողովում ձեր լիազորություններն օգտագործելու եք պետության դեմ, պետության շահի դեմ ուղղված ցանկացած օրինակ անօրինականությունների դեմ, բայց կարող ենք ենթադրել նաև, որ դուք նաև դեմ Այսինքն, երբ որ օրինակ ինչ որ նախագծեր, օրենքներ, ես այդպես եմ հասկացել, եթե օրենքները պետության շահերին դեմ լինեն, իսկ եթե շահերին դեմ չլինեն, այսինքն իշա Հայաստանի Հանրապետության իշա Հայաստանի Հանրապետության ցանկացած հարց մենք նորմալ նայելու ենք։ Պարոն Կարապետյան, հայտարարել եք, որ Ռուսաստանի Դաշնությանն եք դիմելու սահմանափակումների հետ վերաբերյալ։ Ուր է հասել։ Կներեք ամեն ինչ անելու ենք իշա Հայաստանը եւ հայ ժողովրդին։ Եթե անգամ դա այդ առաջարկը փոփոխությունների նախագծերի հեղինակը լինի իշխանությունը։ Ու ես կասկածում եմ, որ իշխանությունը կունենա այդպիսի առաջարկ, դրա համար տեսնենք։ Իմ հարցին կպատասխանեք, որտեղ է հասել այդ գործընթացը։ Ռուսաստանին պետք է դիմեք սահմանափակումները մեղմելու համար։ Սկսվել են, որտեղ են հասել այդ գործընթացները։ Դա մենք բոլոր անդիմադիր ուժերով միասին ենք դիմելու, դրա համար հենց առաջի հավաքը կլինի, մենք այդ քայլին կգնանք։ Երբ նախատեսում եք առաջին հավաքը ընդդիմության հետ։ Միասնական հանրահավաք եք ուզում անել։
Մափաստորեն ոչ մեկ փողոց։ Հիմա առաջի քայլը դժվար։ դուք մի քիչ շատ եք այդ փողոցը սիրում։ Օրինակ, ինչի համար եք այդ կան ոգևորվում այդ փողոցով։ Չէ, դուք փաստորեն ընդունել եք ընտրությունների արդյունքները։ Մենք չենք ընդունել ընտրությունների արդյունքները, բայց ընտրությունների արդյունքները չընդունելը միայն փողոցով չի լինում։ Պարոն Կարապետյան, ձեր թիմի Կարապետյանն անձամբ վերցնելու է մանդատը։ Նարեկ Կարապետյանը անձամբ վերցնելու է մանդատը։ Պարոն Կարապետյան, ձեր թիմակիցների հետ նաև հետընտրական փուլում են քրեական գործեր, հետապնդումներ շարունակվում, չի մտահոգում սա եւ ինչու է նաև հետընտրական փուլում իշխանությունը Մենք այդպես դրա վարվում։ դեմ ամեն օր պայքարում ենք, արդեն դուք տեսաք իրենց այդ թեզերը, որ մենք կաշառքներ ենք տվել սահմանադրական դատարանը ամբողջությամբ հեճարեց, այսինքն հիմա հերթով դատարանները ստիպված են լինելու մեր գործընկերներին բանտերից դուրս Այդ թողել։ դեպքում Փաշինյանն ասում է երագլուխ մաֆիան հովանավորում է դատավորներին, դատական համակարգը կոռումպացված է համարում։ Դե երևի երագլուխ մաֆիա ինքը իրենց նկատի ունի, ես չգիտեմ ում մասին է Պարոն խոսքը։ Կարապետյան, իսկ այս մանդատներ վերցնելը կարող ենք ասել նաև որ ձեր գաղտնի պլանի մեջ էր մտնում։ Մեր գաղտնի պլանի մեջ դա էլ էր մտնում եւ այլ քայլեր էլ էին մտնում 5 քայլ մենք հրապարակեցինք հաջորդ քայլերը հաջորդ Իսկ անգամ համակերպել եք, որ ընդդիմության առաջնորդ դարձակ վարչապետի փոխարեն, այդպես եք ուզում։ Մափաստորեն ընդդիմության առաջնորդ եք։ ես այդպես չէի ուզում դուք եք այդպես ուզում Իմ ուզելով դարձակ։ ինձ մա դուք էլ եք շատ ուզում դա Պարոն Կարապետյան, իսկ ազգային ժողովում ո՞րն է լինելու ձեր առաջին քաղաքական կամ օրենսդրական նախաձեռնությունը, որով թիմը հանդես կգա։ դե թիմը կուսումնասիրի որը կհամարի նպատակարար դրանով էլ հանդես կգա